Ուրեմն հայ ժողովրդի գլխին մեծ աղետ է հասունանում, կայանում է նրանում այդ աղետը, որ հայերին փորձում են եւ շատ հաջող են փորձում դարձնել կոնստրուկտ։ Այսինքն ազգից, էթնոսից վերածել կոնստրուկտի։ Ինչ բան է կոնստրուկտը։ Ուրեմն կոնստրուկտոլոգիա դա քաղաքագիտության մեջ նոր ճյուղ է, որը հիմնել ասեմ, ստեղծել ասեմ, ինչև է, որը բացել է մեր հայրենակի Սերգեյ Կուրգինյանը եւ նա հետաքրքիր աշխատություններ ունի այդ մասին, մասնավորապես ուկրաինացիներին նվիրված, նկարել է մի 10-12 ֆիլմ, այսինքն 10-12 մասանի ֆիլմ, նվիրված ուկրաինացիներին որպես կոնստրուկտ, խորհուրդ կտամ դա տեսեք շատ մատչելի ձևով, մատչելի եղանակով բացատրվում է դա ինչ բան է, որն է դրա վտանգը, դրա կործանարարությունը։ Հիմա ուկրաինացիների օրինակով բացատրեմ, թե ինչ է կոնստրուկտը եւ ինչով է դա սպառնում հայերին։ Ուրեմն տեսեք, 14-րդ դարում, 14-րդ դարի սկզբին չկար միասնական ռուսական պետություն։ Դա սենյորական միապետությունների դարաշրջան էր, Եվրոպայի մեջ չկային միասնական պետություններ։ Կար ինչ-որ Բուրգունդիա, Լոտարինգիա եւ այլն, բայց միասնական ֆրանսիական պետություն չկար։ Բնականաբար չկար նաեւ իսպանական պետություն, իտալական, գերմանականների մասին չեմ խոսում։ Սենյորական պետություններ էին, որոնք իբր նույն ազգն էին, բայց կենտրոն չունեին, իսկ կայսերին, սրբազան հռոմեական կայսրության կայսերին ենթարկվում էին այնքանով, որքանով դա ձեռնտու էր իրենց։ Դա Ռուսաստանը նույնպես, նույն ազգներ ապրում, նույն էթնոսներ, նույն հավատներ, բայց մեկը մյուսից անկախ պետություններ էին, առանց կենտրոնական կառավարման, Կիևում, Ռիազանում, Ռոստովում, Նովգորոդում, Մոսկվայում, Պսկովում, Գալիցիայում։ Գալիցիայի իշխանությունը կոչվում էր հարավ-ռուսական պետություն, հարավ-ռուսական իշխանություն։ Ուրեմն 1300-ականներին սրա իշխանին անունը Դանիիլ էր, լեհերը եւ Վատիկանն ասում է, թե այդ դու արի ուղղափառության վերջը դուր, դու դարձի կաթոլիկ, Հռոմի Պապը քեզ թագավորի տիտղոս կշնորհի, ինչ գործ ունես ուղղափառության եւ ռուսների հետ։ Սա համաձայնում է, դառնում է կաթոլիկ, դառնում է Դանիիլ թագավոր եւ մի քանի տարուց այդ պետությունը դադարում է գոյությունը։ Ասում է Լեհաստանի տիրապետության ներքո։ Կորցնում է ինքնուրույնությունը, հա։ Ուրեմն ինչ են անում լեհերը 14-րդ դարից սկսած։ Նախ որպես 4-րդ կարգի քաղաքացի էին վարվում ռուսների հետ։ Իսկ ովքեր ուղղափառ էին մնացել 10-րդ կարգի, այսինքն 10-րդ կարգի ռամիկ էին դրանց դիտարկում, եւ դրանց մեջ սերմանում էին ծայրահեղ հակառուսականություն, այսինքն դրանց դարձում էին հակառուս։ Քանի որ նրանց արևելյան թշնամին, իսկ լեհերը միշտ աչքին ունեցել իրենց ծովացրվանից արևելքի վրա, ռուսական հողերի, ռուսական հարստությունների վրա, դե հիմա ռուս ժողովուրդը ձեռք ընկել, ինչ որ մի ռուս պետություններից մեկի բնակչությունը, սրանց դարձնում են դարձնել հակառուս, սրանց դարձնում են ռուսացիած, դա դառնում է Լեհաստանի պետական քաղաքականությունը։ Այդ նույն դարում ուկրաինական աղագին տարածքներ անցան, մասնավորապես Կիև քաղաքը Լիտվայի տիրապետության տակ։ Նույն քաղաքականությունը, հակառուսականություն, կաթոլիկների հետ ավելի մեղվ էին վարվում, այն ռուսների ովքեր կաթոլիկ դարձան, ավելի մեղվ էին վարվում, քան նրանց, ովքեր հավատարիմ մնացին ուղղափառությանը։ Էլի 4-րդ, 10-րդ կարգի քաղաքացի։ Հետո Լիտվան եւ Լեհաստանը միացան, դարձավ Ռեջ Պոսպոլիտա։
նույն հակառուսականությունը մնաց։ Նրանք պատրաստում էին, բացի նրանից, որ դիտարկում էին դրանց մարդ չէին համարում այդ ռուսներին, անգամ կաթոլիկներին, նաև տարան էին պատրաստում դրանց ռուսների դեմ։ Հետո 1772 թվականին Ռեյչ Պոսպոլիտան դադարեց իր գոյությունը, քանի որ Եվրոպայի ամենագլխացավ բերող պետություններ 3 տերությունով Ռուսաստան, Պրուսիա, Ավստրիա որոշեցին լեհերի վերջը տալ Եվրոպացիք լեհերը այն գլխացավն էին տալիս Եվրոպային, ոնց որ այսօր բանդերականները, բոլորի համար գլխացավ են։ Պակեսին այդ պետությունը հողերը կիսեցին իրար մեջ։ Արևմտյան, այսօր արևմտյան Ուկրաինան բաժին հասավ Ավստրիային, Գալիսիան մասնավորապես։ Քանի որ լեհերն պտուղ չէին, ավստրիացիք սրանց մեջ սկսեցին սրսկել նաև հակալեհականություն։ Լեհերը նրանց համար երկրորդ կարգի, երկրորդ սորտի քաղաքացի էին, կաթոլիկ բանդերականները ուկրաինացիք 4-րդ, իսկ ուղղափառները 10-րդ։ Ուրեմն 19-րդ դարի կեսերին, երբ Եվրոպան կարծես լուսավորյալ էր, քաղաքակիրթ էր, ամենաայլանդակ ճորտատիրությունը տիրում էր ավստրիական կայսրությունում։ Օրինակ ուկրաինացի, նրա այն ժամանակ ուկրաինացի էթնոնիմը չկար, դրանց ռուսին էին ասում, ռուսին։ Հետո նոր 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում ավստրիացիք արդեն օրինականացրին Ուկրաինա եւ տոպոնիմը եւ էթնոնիմը ուկրաինացի։ Իսկ մինչ այդ ճորտատիրությունը մոտավորապես sense տեսք ուներ։ Ուկրաինացի ռամիկը աշխատում էր իր խազեինի լեհ շլյախտիչի համար տարեկան 312 օր, իր համար 54 օր, երբ մի թեթև երաշտ էր լինում, դրանք տարվա կեսը սոված էին մնում, այսինքն ամենաանմարդկային պայմաններում են ապրել ուկրաինացիք, լեհերի ձեռքի տակ, դե ավստրիացիք լեհերն եղել են ավստրիացիների, երկրորդ կարգի, երկրորդ սորտի քաղաքացիները դե պատկերացրեք դրանց վիճակը եւ լեացածությունը պոլոնոֆոբիա են ասում, ռուսերեն, դա նաեւ դարձավ ուկրաինացիների շրջանում ազգային գաղափարախոսության հավասար մի բան, եւ նաեւ հակասեմիտականությունը։ Հիմա լեհերին ատելը շնորհիվ ավստրիացիների իհարկե, այն դարձել էր կուլտ Ուկրաինայում, օրինակ Տարաս Շևչենկոն մի հատ գործ ունի, Իվան Գացկո, թե Գաբկո կարծեմ, դա պատմական պերսոնաժ է եւ Ուկրաինայում հերոս է։ 18-րդ դարի արդեն Գալիսյան Ավստրիայում էր դեպքերի մասին խոսքը, ուրեմն այս Իվան Գացկո կարծեմ, լավեականը դա չէ, Իվան ասենք դրան, ինչով ինքը հերոս դարձավ, ուրեմն հերթական բախումների ժամանակ լեհերի հետ, ավստրիացիների կողմից կազմակերպված, սա մորթում է իր երեխաներին, որովհետև իր կինը լեհ է եղել։ Եվ այդ ուռովին, այսօր ուկրաինացիք համարում են ազգի հերոս։ Ոնց որ հայերը արդեն Վարդան Մամիկոնյան կամ դե պատկերացրեք արդեն 18-րդ դարի ավարտին ինչ աստիճան էին փչացրել այսօրվա ուկրաինացի կոչվածներին, որ այսօր իրանք հերոս են համարում այդ Տարաս Շևչենկոյի իմ հիշատակած հերոսին։ Այուրոտ հասկացանք լեհերին չես սիրում, լեհերի հետ դու թշնամի ես։ Նախ ես ամուսնացել լեհ կնոջ էր, լավ էտել ես արել, արա կնգած սպան, երեխեք չի ես վերասում, չէ, ինքը բանդերական է, այսօր, ինքը պետք է մինչև վերջ գնա։ Ուրեմն շատ քչերը գիտեն, որ մազոխիզմ այդ բառին, եզրույթին եւ դիագնոզին մենք բոլորս պարտավոր ենք ուկրաինացիներին։ Ուրեմն ոնց դա գոյացավ։ 1846 թվականը նախահեղափոխական էր Եվրոպայում եւ լեհական շլյախտան գլուխ էր բարձրացնում արդեն ավստրիական կայսրից այլ արտոնություններ էր ուզում
Ինչևէ, դե կայսերն է ասում, սրանց մի քիչ սկսնել է պետք, իսկ ով դրանց սկսնի ուկրաինացիք, ռուսինները, այն ժամանակ։ Ինչևէ, սրանց ասում են, որ լսեք, կայսերը հրամանագիր է ստորագրել, ժամանակավորապես կասեցրել է 10 պատվիրանները։ Էլ ձեր տարածքում, ձեր հանդեպ դրանք չեն գործում, այսինքն մի սպանի, մի դե հիմա գնացեք ինչ ուզում եք արեք ձեզ տանջող շլախտիչների հետ։ Սրանք սկսում են սպանդը։ Ուրեմն վառում, ջարդում, մորթում են իրենց խազեիներին, շլախտիչներին։ Կայսերը բաշխիավճար է նշանակում, ասենք ամեն դիակը, ասենք 100 ռուբլի։ Սրանք է քանի որ այսօր էլ են, չէ՞ կոռումպացված բանդերականները, մի դիակը երկուսի տեղ էին, ասենք ջանդակը բաժանում էին երկու մասի, տանում երկու դիակ էին հանձնում։ Այդ ամեն ինչի ականատեսը իր աչքերով տեսել է 10 տարեկան մի տղա, անունը Լեոպոլդ էր, ազգանունը Զախեր Մազոխ։ Զախեր Մազոխի հայրը այդ ժամանակ եղել է ավստրիացի գեներալ Գալիցիայի ոստիկանության պետը։ Եվ այդ 10 տարեկան երեխան տեսել է ոնց են ուկրաինացիք, ռուսինները ժամանակ որսում իրենց նախկին խազայիներին, ոնց են սպանում, ոնց են դիակները բաժանում, գնում, հանձնում, փողը ստանում։ Ինչևէ, մոտ 5000 լեհ են սրանք մորթում։ Հետո համը բերաններն են կերել, դե փող են սարքում, ամեն դիակը փող է, չէ՞։ Վերջը սրանց կայսերը բանակով դաստիարակում է վերադարձնում է խաղաղ կյանք։ Կայսերի նպատակը իրականացավ, լեհական շլախտան պատժվեց եւ 1848-ի համար եվրոպական հեղափոխությանը լեհերը շատ խելոք իրենց պահեցին շնորհիվ բանդերականների։ Զախեր Մազոխը մեծանում է, դառնում է գրող, դե պարզա սարսափելի հոգեկան խանգարումներ է ստացել։ Օրինակ ինքը ամուսնանում է, իր կնոջ հետ ստորագրում է ըստ երևույթի պատմության մեջ առաջին ամուսնական կոնտրակտը, որտեղ պարտադրում է, որ կինը պետք է ամեն օր իրան տանջի, ծեծի, սպանի, գերեզմանի եզրահասցնի, հետո հետ բերի։ Գրական գործեր է գրում։ Սրա գրական գործերին, որ ծանոթանում է մի ավստրիացի լուրջ հոգեբան, անունը չեմ կարողանա հիշել, նա ասում է, սա լուրջ խանգարում է, սա լուրջ դիագնոզ է եւ կոչում է այդ երևույթը մազոխիզմ, Զախեր Մազոխի պատվին, այսինքն երբես որ հայերն օգտագործում են մազոխիստ ես կամ ինչ-որ մեկը մազոխիստ է, թող իմանա, որ այդ մազոխիզմ եզրույթը աշխարհ է եկել շնորհիվ ուկրաինացիների։ Հետո ավստրիական արդեն 20-րդ դարում ավստրիացիք բանդերականներին օգտագործեցին որպես հարվածային ուժ ռուսների դեմ համաշխարհային պատերազմում։ Ռուսաստանը դուրս եկավ համաշխարհային պատերազմին, այդ process-ին միացան գերմանացիք։ Այդ Գերագույն Ռադան, այդ ուկրաինական ժողովրդական հանրապետությունը փաստացի գերմանացիք ստեղծին, հետո գերմանացիք դուրս եկան պատերազմից, կապիտուլյացիա ստորագրեցին։ Այդ ժամանակով էր այնտեղ գետմանը Սիմոն Պետլուրան էր, Սկարապասկի կար այն ժամանակ, Գրուշեսկուն է, որին հետո հետագայում Ստալինը, չգիտես ինչու ակադեմիկոս դարձրեց, հանձարեց ուկրաինացի ժողովրդի պատմությունը գրել, Գերագույն Ռադայի անդամներ։ Գերմանացիք գնացին Պետլուրան ու Սկարապասկին լեհերին բերեցին, թե ախպեր եկեք Կիևը ձեզ տանք, մեր ընդհանուր քաղաքը դառնա, ռուսներին հանկարծ չտանք։ Հետո արդեն 20-21 թվականներին Տուխաչեսկու բանակը դրանց քշեց մինչև Վարշավա։ Վարշավա ասավ, պարտության մատնվեց, բայց դե կարևորը ազատագրեց Կիևը։ Հետո եկավ նացիստների դարաշրջանը։ Հիանալի ձևով նացիստները սրանց օգտագործին։ Այդ Վոլինի ջարդը, որի տարալից ես վերջերս լեհերը տոնեցին, այն վայրագություններն են դրանք արել, որ Գեբելսին որ զեկուցում են, Գեբելսի պես մարդակ երանձավորությունը սարսափել ասել, մենք այս բան մեր մտքով չէր ասում, օրինակ նրանք սկզբունքորեն երեխա չէին սպանում, երեխեքին կապում էին անտառները, որ հիենաները, գելերը գիշերը ուտեն սոված չմնան, այսինքն նաև պարենային հարց են լուծել անտառի բնակիչների։ Իդեպ
լեհական սեյմի բանաձևում հայերը իշտակված են որպես ցեղասպանված փոքրամասնություն, առնվազն 6 գյուղ, հայկական գյուղ, միջնադարյան գյուղեր էին, միշտ հայերով բնակեցված, սպանրագործների գյուղեր էին, իսպար վառե ոչնչացրել են մեր ումանոք, բանդերականները եւ լեհական սեյմում, սեյմի բանաձևում հայերը իշտակվում են։ Դե երևի հենց դրա մարել, այսօր հայրիկյան մայրիկյանները ուկրաինացի պաշտում են, բանդերական պաշտում են եւ այլն։ Ստալինը միակ հանճարն էր, որը դեռ 38 թվին զգաց ուկրաինական նացիզմի վտանգը։ Նախ ասեմ, որ ուկրաինական նացիզմի հիմնադիրն ու գաղափարախոսը բացարձակ էթնիկ ռուս ազգավորություններ ազգանունը Դոնցով։ Սոցիալ-դեմոկրատներ, Լենինի հետ ընկերություններ անում համագործակցում էին, հետո պատերազմից հետո ինքը երկար ապրեց, սովետական միությունը պահանջեց, կանադացիք հետ չտվեցին, դες մնաց Կանադայում սատկեց, մոտ 90 տարեկան էր, ավելի շատ։ Դոնցովը զարմանալի է, չէ, ռուս է, բայց ուկրաինական նացիզմի հիմնադիր, ինքը այսօրվա Ուկրաինայի տարածքում է ծնվել եւ մի տես ստացվեց, եւ արդեն 30-ականներին Դոնցովի տեսությունը արդեն իրականություն էր, Գերմանիայում նացիզմը կար, Հիտլերի իշխանության էր, ֆաշիզմը վխտում էր հատկապես Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, չեմ խոսում, որ Պիլսուդսկու Լեհաստանն էլ էր ֆաշիստական երկիր։ Մեր Բալթյան այս գելուգազանները այսօրվա կատարյալ նացիստ չէին, բայց ֆաշիստական երկրներ էին։ Ստալինը վտանգը շուտ զգաց ուկրաինական նացիզմի եւ ինչ արեց, շատ տաղանդավոր մի երիտասարդի Պավել Սուդապլատովին ուղարկեց Կոնովալեսի մոտ, սա գնաց այնքան վստահության մեջ մտավ, որ դարձավ Կոնովալեսի տեղակալը։ Ինչ պետք էր արեց, չարեց, հետո Ստալինն ասեց դրան վերացրա արի։ Սա էլ Կոնովալեսի ծննդյան օրը Ռոտերդամ քաղաքի ռեստորանում սրան ինչ-որ բան է տալիս, բամբաներ կա, թե տորտ, այս բացում է ու պայթում է։ Կոնովալեսը նաև ՕՈՒՆ-ի, այսինքն ուկրաինական ապստամբ բանակի եւ ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության հիմնադիր ղեկավարն էր, վերջինը Շուխևիչն էր, 50 թվին դրան էլի սպանեց անձամբ հանճարեղ Պավել Սուդապլատովը։ 45-ից հետո սրանք ընկան անգլոսաքսերի ձեռքը, հիմնականում Սփյուռքում։ Դե անգլոսաքսերի երազանքը որն էր, Ռուսաստանին տիրանալը Ռուսաստանի Հարշլենդով, այսինքն Հարշլենդ սրտի հող թարգմանությամբ, դա նրանց պատկերացմամբ Ռուսաստանի հյուսիս արևելքներ, ասում կոպիտ ասած Մուրմանսկից մինչև Չուկոտկա, տարբեր չափսեր են տալիս այդ Հարշլենդին, մինչև 15 միլիոն քառակուսի կիլոմետր եւ աշխարհագեոպոլիտիկայի հիմնադիր Մաքքինդերը ասում էր, որ Հարշլենդի տերն է Եվրասիայի, աշխարհի տերը Եվրասիայի տերն է, ասենք, քանի մենք Հարշլենդը մերը չէ, մենք պետք է համաշխարհային տիրապետության մասին մոռանանք, իսկ Հարշլենդ մեր նավերը չեն կարա մոտենան Հարշլենդին, մենք պետք է մոտենանք այսօրվա ուկրաինական տարածքով, դրա համար Ուկրաինայի տարածքը միշտ շատ իրական է եղել անգլոսաքսերի համար։ Եվ զարմանալի չէ, որ 45 թվից յետին մնացած ուկրաինական նացիստներին, որոնց արդեն կարող ենք բանդերական ասել, դրանց որդեգրեցին ամերիկացիք, կանադացիք, անգլիացիք, ու անգլոսաքսերը։ 91 թվին դրանց վերադարձրին եւ 91 թվից ռեանիմացիա արեցին բանդերականությունը որպես պետական գաղափարախոսություն, որը 30 տարվա ընթացքում այդ երկիրը ժողովրդին հասցրեց այսօրվա։ Այսինքն տեսեք, այն աննորմալությունը ինչ կատարվում այսօր Ուկրաինայում, մենք այստեղ սխալ կլինի մեղադրել այն ժողովրդին, որին այսօր ուկրաինացի ենք։ Դուք պատկերացրեք, ազգերը ոնց են զարգանում։ Ինչ-որ մի ժողովուրդ դառնում է ազգություն, հետո ազգ, հետո պետություն է սարքում, հետո կրվում է ուրիշ պետ։ Էվոլյուցիոն ճանապարհով ինքը զարգանում է, ունենում է իր արվեստը, իր մշակույթը, իր գիտությունը, ինժեներական միտքը, հա։ Զարգանում է։
Ինքն իր համար, ինքն իր շահերով։ Ուկրաինացիներին իրենց ծնված առաջի օրվանից, եթե նրանց ծննդյան օրը համարենք Ռուսաստանից անջատվելը, երբ այդ Գալիցիայի իշխանությունը անցավ Լեհաստանին, նրանք էվոլյուցիոն զարգացման հնարավորություն չեն ունեցել։ Չեն ունեցել։ Նրանց այլ ժողովուրդ, այլ պետություններ են դաստիարակել ընդդեմ մեկի։ Այդ կոնստրուկտը սա է Կուրղինյանը ասած։ Ինչ-որ մի ազգաբնակություն է անգնում մեկի ձեռը եւ այդ մեկը չի թողնում ինքը իր էվոլյուցիոն զարգացումն ապրի։ Դրան զարգացում դաստիարակում անես, ոչ իրեն է պետք։ Թկած ունենալով այդ ժողովրդի այդ ազգաբնակության իրական իսկական շահերի վրա։ Սա կոնստրուկտն է։ Հիմա եւ կոնստրուկտ ազգը, որը չի կարող նորմալ լինել։ Մենակ տեսեք մի քանի օրինակով ես բացատրեմ ինչի են ուկրաինացիք աննորմալ։ Տեսեք, սովետական միությունը երբ փլուզվեց, ինքը ստրատեգիական զենք ուներ 4 հանրապետությունում՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Ուկրաինա։ Դե պարզ է, Ղազախստանից ու Բելարուսիայից տեղափոխեցին Ռուսաստան, մի Ուկրաինան չի տալիս։ Լեոնիդ Կրավշյուկը, որը կոմունիստերի իր արևին ՑԿ-ի պոլիտբյուրոյի անդամ, ասում է չեմ տալիս, իմն է, սրան ասում են այդ դու կարաս սա օգտագործես։ Չէ, բա ոնց է քոնը։ Դե չէ, իմն է, իմ տարածքում է։ Ելցինը մի քանի տարի էս գժի դարդը տարավ։ Այդ 94 թվին սրա հետաքրքիր վկայությունը կա, Ելցինը մի օր զանգում սրան ասում է Լեոնիդ Մակարիչ, ասում է, եթե այսօր ես դա չեմ տարել, այս ստրատեգիական զենքը, որը քո շախտաներում է, մի տարուց դու ինչ չզանգես, պայք ես։ Ուրեմն միջուկային ռումբը մարտագլխիկը կյանքի ժամկետ ունեն։ 25 թե 30 տարի դա մասնագետները կոնկրետ կասեն, այսինքն հետո ինքը սկսում է շարքից դուրս գալ։ Տաքանում է, վտանգավոր է դառնում։ Նու նախադեպը չկա աշխարհում, թե ինչի է ունակ տաքացած եւ տաքացող միջուկային մարտագլխիկի կամ ռումբը, բայց դա առնվազն լուրջ աղետի կհասցնի։ Հիմա Կրավչուկի իր երկում չունի ոչ գործարան, ոչ մասնագետ, որ ռումբը հանի տանի ուտիլիզացիայի վնասազերծի։ Կրավչուկը ստիպված համաձայնում է, փորձանքը տարեք մեզնից։ Ռուսաստանն ունի այդ ամեն ինչ, ինչպես եւ Ամերիկան, Ֆրանսիան, ռումբը աշխատեց իր ժամկետը, հանում են, ուտիլիզացնում են, նորն են բերում տեղը դնում։ Հիմա այն հրտիները, որոնք մնացել էին Ուկրաինայի տարածքում, մոտ 670 ստրատեգիական հրտիր, դրանցից շատերի մարտագլխիկները արդեն իրենց ժամկետն անցել էին, դրանք պետք էր փոխել։ Այս Կրավչուկն չի տալիս։ Ինչևէ, հետո Բուդապեշտի մեմորանդուման Կրավչուկի իրեն փրկելու համար համաձայնվեց, Ելցին հավաքեց ամեն ինչ տարավ։ Հիմա այդ մտածողությունը այդ բանդերականների մոտ ամեն հարցում է։ Օրինակ ասում են Դոնբասը մերն է։ Քայլ գիտակցելով, որ երբեք ուկրաինացի չի ապրել Դոնբասում։ Չի ապրել։ Օդեսայում երբեք չի ապրել։ Դրանք Գալիցիայի ժողովուրդ են, որոնք իրենց ողջ ազդեցությունը լինելով ագրեսիվ փոքրամասնություն, փաթաթեցին ողջ երկրի վրա։ Չէ, ախր մերն է։ Ասում ես, արա Ղրիմը ո՞րն է ձեր։ Լավ, ենթադրենք Խրուշչովը 54 թվին Ղրիմը ձեզ չտար։ Էլի ձեր, հա, մերն է։ Տոկուբանն էլ է մերը, բանն էլ է մերը։ Ինչ սրանք, այսինքն նորմալ Նազարբայևը երբեք մտքով չէր ասել, թե չէ, ստրատեգիական հրտիռները իմն են Ղազախստանի շախտաներում։ Դու գիր չի։ Ոնց ասել դու դա չես կարող կառավարել, օգտագործել, դու սպասարկել չես կարող։ Դա սովետական զենք է, որը տեղադրվել է քո տարածքում, չէ՞։ Շուշկևիչը Բելարուսում այդ բանը չասեց, բայց բանդերականներն ասեցին։ Եվ այդ մտածողությունը, այդ այլասերված փչացած մտածողությունով նրանք առաջնորդվում են բոլոր հարցերում։ Հիմա տեսեք, իդեմս ուկրաինացիների մենք գործ ունենք մի ժողովրդի հետ, որի ինքնությունը 3 սյունի վրա է բաղկացած. ռուսացիացություն, լեացիացություն, պոլոնոֆոբիա, հակասեմիտականություն։ Այդ 3-ը որ հանես, դրանք կդառնան նորմալ մարդ։ Այսինքն ուկրաինացին կվերանա իրամի։ Նրանք կդառնան Վլադիմիր Բորկոյի պես նորմալ մարդ։ Այսինքն ռուս ուկրաինացի։ Բորկոյին իջեցեմ, տաղանդավոր ռեժիսորա Կիևում ծնված ուկրաիներեն խոսող Դումայի պատգամավոր ա եղել, ժողովրդական արտիստ է, Բուլգակովի
էկրանավորումների հեղինակն է, Մաստերի Մարգարիտը, Սաբաչոսերսը հայ հանդիսատեսը լավ գիտի, դա Բոտկոն է։ Վալենտինա Մատվիենկոն, այսինքն եթե այդ երեք արատավոր ֆունդամենտները եթե հանես դրանց միջից, դրանք կդառնան Բոտկո, Մատվիենկո։ Բայց հանող չկա։ Եթե հանես, նրանք ուղղակի կդադարեն իրենց պատկերացած ուկրաինացի լինելը։ Իսրայելի դեսպանը, որ չի կարող նացից ողջունը, այն մարդը ինչ ասում, ասում է լավ, այս մարդկանցից ինչ եք ուզում։ Իսրայելի դեսպանը Կիևում, այս մարդիկ ուրիշ հերոս չունեն Բանդերայից, Շուխևիչից բացի, չունեն ուրիշ հերոս։ Նրանք հրաժարվում են Դովժենկոյից ռեժիսոր, նրանք հրաժարվում են Սուդապլատովից, որ էթնիկ ուկրաինացի, նրանք հրաժարվում են լեգենդար Կոժեդուբից, ամենատիտղոսավոր օդաչուներ երկրորդ համաշխարհայինի Նելսոն Ստեփանյանին հավասար։ Չասում են ուկրաինացիք մենք ենք, այսինքն ժողովուրդը է դա։ Դա այն կոնստրուկտն է, որը սկսեց կառուցել 14-րդ դարի սկզբից եւ այսօր դարձել է համաշխարհային խնդրեմ։ Եվ ես չեմ կարծում, որ այս պատերազմը ռուսների եւ Եվրոպայի համար առանց աղետ կվերջանա, որովհետեւ ամեն բան դրանք կարող են մի աննորմալություն անել։ Դուրս գան անգամ Եվրոպայի կոնսոլիտակից եւ մի հատ ասեք միջուկային աղետ ստեղծել Ռուսաստանում։ Ինչի պատասխանը կներեն, որ Եվրոպա գոյություն չի ունենա։ Այսօր հեչ դժվար չէ վերացնել Ռովնոյի ատոմակայանը եւ քամին ստիպել, որ գնա բան արևմուտք Եվրոպա։ Եվ կենտրոնական արևելյան Եվրոպայի գրեթե ողջ տարածքը ողջ տարածքում առավոտն 1000 տարի ապրիլ հնարավոր չի լինի։ Ես ասեմ, որ այդ ատոմակայան խոսելը դա ավելի մեծ աղետ է, քան ուղղակի ռումբ օգտագործելը։ Հիրոսիմայում ինչ մարդիկ ապրում են, Նագասակիում ապրում են մարդիկ։ Այն որ ռադիացիան ժամանակին վնաս տվեց, իսկ Չեռնոբիլի այդ օտարման գոտին այսօր մտնել չի կարելի։ Չի կարելի ուղղակի։ Դեռ ոչինչ չի աճում, դեռ ամեն ինչը մեռած է։ 40 տարի անց է Չեռնոբիլից։ Եվս 200 տարի։ Դե պատկերացեք, որ Չեռնոբիլին պայթյուն չի եղել, ուղղակի մի թեթև արտահոսք է եղել։ Բայց եթե դնես ու դու պայթեցնես դրա ռեակտորները, ասենք Ռովնոյի, դուք պատկերացնում եք, եւ քամին ուղղորդել դա հնարավոր է այսօր։ Կամ սպասես այն ժամանակ, երբ արևմտյան քամիների ժամանակ, դուք պատկերացնում եք Եվրոպան ինչ կլինի։ Այդ կոնստրուկտը, որը լեհերը, լիտվացիք, հետո ավստրիացիք, գերմանացիք, անգլոսաքսերը կառուցեցին, զրկելով այդ ազգին իր էվոլյուցիոն զարգացման հնարավորությունից, ինչի են ընդունակ։ Ինչի են ընդունակ։ Հիմա գանք մեր Հայաստանին։ Ինչ ենք մենք տեսնում Հայաստանում։ Մենք տեսնում ենք, որ արդեն 100 տարի արևմուտքը փորձում է մեզ կոնստրուկտ դարձնել։ Ինչից սա սկսվեց։ Սա սկսվեց ազգային մտածողության, պատմական հիշողության եւ պատմական իրականության խեղաթյուրումից։ Օրինակ, սա սկսվեց դաշնակներից։ Ինչ արին դաշնակները, երբ փախան Հայաստանից։ Նրանք հոսպյուրքին, արդեն մենք լուրջ սփյուրք ունեինք 20-ականներին, որ չէին ասի, թե գիտեք, մենք անտաղանդ էինք, Անգլիասու խելքին ընկանք, պատերազմ սկսեցինք Թուրքիայի հետ, մենք կամավոր սկսեցինք, թուրքերը մեզ այդ պատերազմ չէին ուզում, պատերազմն է ապուշի պես պարտվանք, որովհետև անգլիացիք մեր զենք ուղարկել էին Զենիկինին, կարծե պաշտպանելու բան չունեինք, որտեղ բաներ չէին պատմի։ Չէ, պետք է ասեն ռուսներն եկան մեր անկախ սրբազան հայոց պետականությունը վերացրին, մեզ դարձրին Հայաստանը բռնակցեցին, դարձրին ոչ անկախ ինչ-որ հանրապետություն։ Հետո եւ այդ հակասովետականությունը հայ ժողովրդի մտավորականության շարքերում է կար, չէ՞, օրինակ շատ ճանաչված մտավորականների ընտանիք կար, որոնք մի հայեր դրանց ճանաչողներ հիանում են, բա Իշխանյան Ռաֆայել, այդ ինչ Կելու Կազաններ, այդ ինչ մաքրամաքուր հայեր, ես ասեմ, որ 5 հատ Իշխանյան Ռաֆա ունենաս, էլ քեզ թշնամի պետք չի։ Դրանք են ուռոներն էին,
իրանց Գերդաստանով, խոսքը Վազգեն Մանուկյանի աներանց մասին է, որ ռուսաց լեզուն, ռուսական ամեն ինչը իրենց թշնամի էին համարում։ Մաշտոց միավորում էր ստեղծել, իշխանյան Ռաֆոն իր տեղին է աշխատցնում էր, դրանք ինչը 89-ին, 90-ին ռուսական ցուցանակներ էին ջարդում փողոցին, ասեն գրվածը Պրասպետ Լենինը ջարդում էին ռուսական տառերը, մտնում էին շենքեր, կաբինետները, անձամբ իշխանյան Ռաֆոն, եթե մեկը սխալում էր դրան հյուր էր կանչում, գնում տեսնում էր դրան վրա ռուսերեն ազգանունը գրված, հա, հետ էր դառնում, չէր մտնում, այդտենց այդ վարակը տենց մտավ մեր մտավորականության մեջ, որը ծնեց Ղարաբաղ կոմիտե թափթփուկներին, որը բերեց ավելի մեծ թափթփուկների հավաքածուի ՀՀՇ-ին, որի զավակն է այսօր Փաշինյան Նիկոլը, որը այսօր մեզ հասցրեց այս վիճակին։ Հիմա ինչ են ասում արևմուտքում եւ ինչ է ասում արդեն Փաշինյան Նիկոլը։ Ինքը վերաֆորմատավորում է հայկականությունը։ Չեմ խոսում ինչ է ինքը ասում։ Ցեղասպանություն չի եղել, դա ցեղասպանություն չէ, սա ասում է Փաշինյան Նիկոլը։ Այդ չի ցեղասպանությունից սկսեցին խոսել 50-ականներին։ Մենք հասկանանք այդ, 35 թվին չէին խոսում ու 50-ական, ահա, ուրեմն բռնվան ռուսները, ուրեմն այդ ցեղասպանությունը ուղղեցրել են ռուսները, որ մեզ թշնամի պահեն թուրքերի հետ, մեր հարևանների հետ։ Արցախը մերը երբեք չի եղել։ Դա ռուսական KGB-ի ավանտյուրաներ Արցախը մեր ջեբը գցին, որ մենք երբեք անկախություն չունենանք, մեր սրբազան անկախությունը միշտ կախյալություն լինի։ Սա ինքն է ասում, չէ՞։ Բայց երբ 150,000 հայրենազգված Ղարաբաղցի իրան ասում է, այդ լավ, ոնց թե Արցախը հայ, բա մենք ով ենք։ Մենք ոնց ենք ընդ։ Դե ասում է դեմի դուք չեք հասկացել, որ այդ երկիրը ձերը չէ, մի ինչ անենք դուք ընդեղ եք ծնվել։ Բայց դա ձեր երկիրը չի եղել։ Այսինքն սրանք ապամոնտաժում են հայկական պատմական հիշողությունը, պատմական իրականությունը, հայերին դարձնում են կոնստրուկտ, ուղղված ռուսների դեմ։ Այսինքն Ղարաբաղը մերը երբեք չի եղել, բայց ռուսները մեզ համոզին, որ մերն է, որպեսզի մենք անկախ չլինենք, 1500 անգամ է ասել, չէ՞ Փաշինյան Նիկոլը, ես ինձ առաջի անգամ վարչապետ զգացի Հայաստանի, երբ Արցախը արդեն չկար։ Այսինքն ճիշտ է ասում, ինքը իրան անկախ վարչապետ է համարում այն դեպքում, երբ ինքը կախված չէ ռուսներից, Կրեմլից, բայց երբ ինքը շամպես կախված է թուրքերից, ադրբեջանցուց, անգլիացի, ֆրանսիացի, ամեն ինչից, հա, երբ լպստում է Էրդողան, Ալիևի կոշիկները, հա, այդ դեպքում ինքը անկախ է։ Բոլտոն կար Թրամփի խորհրդական ազգային անվտանգության, որին Թրամփը անասուն է ասում, բալվան է ասում։ Առաջի անգամ եկավ Հայաստան, մարդն ասեց, դուք պիտի ձեր կաղապարներից ազատվեք պատմական, sense չի լինի։ Բոլտոնն էլ էր ասում ախպեր։ Ռուսաստանը երբեք բարեկամ չի եղել, թշնամի է եղել։ Ռուսը ձեր անկախության գլխին փորձանք ակսել, Ղարաբաղը ձեզ տալով, Ղարաբաղյան շարժումը սկսելով, դուք էշի պես կուտը կերել եք, Հիմա արդեն լավ այս չէ Ղարաբաղը տվել եք, אבל այն ժամանակ չէին տվել, որ Բոլտոն Հայաստանը։ Այսինքն սրա մասին է խոսքը գնում։ Այսինքն հայերին դարձնում են կոնստրուկտ։ Մի հատ անուղեղ բիոմասա բանդերականների պես։ Որոնք այսօր բանդերականները այն բաներն են գրում իրենց դասագրքերում, օրինակ մի անգամ Մակում Ռուսաստանի ներկայացուցիչը պարոն Նեբենզյան, ֆրանսիացուն իր գոլեգային ասեց Նիկոլա, դու գիտես որ դու ուկրաինացի ես, ասեց չէ, ասեց ոնց այդ տղա, մի հատ կարծակո մասին ինչ են գրում։ Դասագրքերում գրում են, որ ախպեր ջան, բոլոր եվրոպական ազգերը գալերից են առաջացել, դե եվրոպական, գերման ցեղերին ռոմեացի գալ էին ասում, չէ։ Այդ գալերն է մեր Գալիսիայից են դուս եկել, նշանակում է բոլորը ուկրաինացի են։ Ես տեսպան այդ Նիկոլան զարմացավ, ասեց ախպեր ես բան չունեմ ասել։ Եվ երբ այսօր նրանք լեկտիաբար պարտադրում են, որ եվրոպացիք իրենց պարտավոր են օգնել եւ փողը տան եւ զենքը տան եւ ինչու ոչ ռուսների դեմ իրենց հավասար կրվեն, այդ մարդկանց մի մղադրեք, այդ մարդիկ համոզված են, որ եվրոպացիներին իրենք են ծնել։
Այսօր Եվրոպայի փրկությունն իրենք են ռուսներից։ Սև ծովը իրենք են փորել Եվրոպայի համար։ Բայց բոլորը խաղաղը եւ մարդիկ ասում են, օրինակ Բիլեսկու մակարդակով, Բիլեսկին Ազովի գաղափարախոսն է ուկրաինական նացիզմի լավագույն ներկայացուցիչներից է։ Դրա հոդվածները որոնք ինտերնետում, կարծեմ Անդրեյ Բիլեսկի իրավ է գրվում, բացարձակ էթնիկ ռուս Խարկովից։ Մի հոդված դրանից կարդացեք, կպատկերացնեք, թե ինչ են դրանք։ Ախր գերմանացիք, որ նացիստ դարձան, որոշեցին նացիզմ գնալ, то նրանք գոնե միֆոլոգիա ունեին։ То սրանք եթե չունեն, սրանք միֆոլոգիան են գրում, հիմա են գրում։ Իրենց, ասենք միֆոլոգիան 2000 տարի առաջ, որը պետք է ելներ արդեն ապրեր, հա, ժողովրդական, նրանք այսօր են գրում, այսօր են հորինում։ Հիտլերը ինչ էր գրում։ Գրում էր մեր բախտը չբերես, որ գերմանացիներս քրիստոնյա ենք։ Որովհետև ինքը գոնե գիտեր ինքը ինչ պետք է բերի աշխարհի գլխին, բայց քրիստոնեությունը սկզբունքորեն դեմ է, չէ՞, ցեղասպանությունների, ազգերի ստրկացման եւ այլն։ Ասում է գոնե մուսուլման լինենք, Հիտլերն ասում։ Եվ Հիտլերը ոնց մխիթարվեց եւ իր փրկությունը որտեղ գտավ։ Հետանոսության մեջ։ Իսկ հետանոսությունը ամեն ինչ թույլ տալիս է եւ մարդ ուտել եւ ազգեր վերացնել։ Դրա համար նացիզմը դա քրիստոնեության եւ հետանոսության սինտեզ է։ Պլյուս ռասիզմ, պլյուս սոցիալիստական գաղափար։ Դա է նացիզմը։ Հիմա սրանք, քանի որ միֆոլոգիա չունեն, էտել են այսօր գրում։ Հիշեք դրա անունը, Բիլեսկի։ Ջայլ տղա է, Արսեն Ավակովն է, դրան տարավ իրան առաջի տեղակալ։ Եվ հետո դրանից հետո Ժող Վարշապետ Փաշինյանն ասում է, որ դա դեմոկրատական երկիր է։ Նացիզմի գաղափարախոսը ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հիմա հայերից դարձում են նույն կոնստրուկտը։ Մեր մեջ մեր ինքնության հիմքը սրանք դարձում են քսենոֆոբիան, կոնկրետ ռուսացիացությունն է, եթե պետք եղավ կողքից մի երկու բան եք ավելացնեն։ Դա մեր նոր ինքնության հիմքն է։ Ես ասեմ, այդ ինքնությամբ հայերը վաղուց են ապրում։ Ու հայերի ինչ-որ մի շատ փոքր զանգված, ասենք հայրիկյան պարուրի տիպի կենթանիները, հա։ Այսինքն հայրիկյան պարուր են, ՀԿ հիմնադիր Նավասարդյան Աշոտ, Հարությունյան Շրանթը, այդ Միացյալ ազգային կուսակցության բոլորը, հա, դրանք բոլորը հետ են։ Հետո նոր դրանց ավելացան Խզմալյան Տիկո, Միկո, Գրանտակեր թափտպուկները, եւ ձեզ ասեմ, կոնստրուկտ ազգ լինելը դա ողբերգություն է, որովհետև այդ ազգը մի հեռանկար ունի ոչնչացում։ Ուկրաինան ձեզ օրինակ։ Այսօր արդեն նոր Եվրոպայում ասում են, ախպեր կարող է Պուտին իրոք ուզում է Ուկրաինան փակել։ Դո ոչխարներ 22 թվին մարտը ասեց, ինչա որ փակելու է։ Դուք որ կարդում եք եւ չեք հասկանում այդ մարտը ինչ է ասում։ 22 թվի փետրվարի 24-ի ուղերձում պատերազմի առաջին նա ասեց, որ փակ ես հասկացել եմ, որ ինքը ասեց, եթե դուք չեք հասկացել, նոր եք հասկանում, ես ինչ անեմ։ Ես 14 թվին եմ հասկացել, դրանից 8 տարի շուտ, որ Ուկրաինան ինքը փակելու է, Ղրիմի միացումից հետո։ Որտեվ Պուտինը գիտի ինչ չարիք է ուկրաինական նացիզմը։ Եթե անգամ ինքը մի փոքր 10 կիլոմետրանոց, 10 քառակուսի կիլոմետրանոց պետություն թողնի, դա իր համար էլի էգզիստենցիալ վտանգ է։ Այդ 10 քառակուսի կիլոմետր հերիկա, որ ամերիկյան անգլիական դեսպանատուն տեղակայվի, բունկերներում դրոններ սարքեն, դրանցից եւ միջուկային դիվերսիա սպասի եւ ամեն ինչ սպասի։ Պուտինին ինչին է դա պետք։ Ինքը կվերցնի Ուկրաինայից ինչ իրեն պետք է։ Մնացածը գտա լեերին, հունգարացիներին, սլովակներին, ռումինացիներին։
Ումից որ Ստալինը 39 թվականին խլեց այդ ամեն ինչը։ Հիմա Ուկրաինա եւ Հայաստանի լիկվիդացման ճանապարհների մասին։ Հիմա երկու տարբերակ կա Ուկրաինայի լիկվիդ։ Առաջինը այնա, որ Պուտինը մարզարմար, որ մարզը գրավեց, հանրաքվե մյուս օրը Ռուսաստան, որը գրավեց հանրաքվե մյուս օրը Ռուսաստան։ Այսինքն ոչ խաղաղության պայմանագիր պետք կլինի, ոչ կապիտուլյացիոն ակտ պետք կլինի, ոչ հետո Ուկրաինա չի մնա ուղղակի։ Լեական սահմանին է որ հասան, ոնց որ Ստալինն ու Հիտլերը բաժանեցին Լեհաստանը 39 թվականին, Ստալինը վերցրեց ցարական Ռուսաստանի ունեցվածքը, պլյուս Գալիցիան, որը երբեք ռուսական չի եղել, Հիտլերը վերցրեց այն ինչ իրան էր պետք։ Այդ դույն ձևի լերի, ռումինացիների, հունգարացիների, սլովակների հետ կհասնեն այդ բան, այդ տարածքները կվերադառնան նրանց եւ պատերազմը կվերջանա։ Առանց որևէ փաստաթղթի Ուկրաինան գոյությունը կդադարեցնի։ Բայց երկրորդ տարբերակը կա, դա կարող է իրագործվել, եթե բանդերականները իրոք շատ ստորանան լուր դիվեր, ասենք մի հատ սարսափելի տերակտ անեն, ասենք ինչ ասենք, Էրմիտաժին խփեն կամ Կրեմլին կարողանան խփել, այնց ռուս սրբություններին կպնեն կամ փրկի տաճարին Մոսկվայում, կամ ինչ-որ շատ երեխա սպանեն։ Այդ դեպքում այլ տարբերակ կգործի Ուկրաինայի դե յուրե նախնական լիկվիդացիան։ Այսինքն Ռուսաստանը հետ է կանչում իր ճանաչումը Ուկրաինայի։ Իսկ դա կբերի այն իրավական հետևանքներին, որ չկա տես պետություն, նշանակում է Ռուսաստանը չի ճանաչում որևէ դեսպան Ուկրաինայում, դու պետությունը չես ճանաչում, դու ոնց կարող ես դեսպան ճանաչել, ինչ-որ քո չճանաչած պետության մեջ ինչ-որ մեկին, մեկ այլ երկրի ներկայացուցիչ, չէ՞, պարզ է։ Այդ դեպքում ժամանակ կտան, որ բոլորը ռադերը քաշեն գնան եւ ինքը այդ շատ դաժանուն է հարցը կլուծի։ Հաջորդ օրը Ուկրաինայի հետ ճանաչման հետ բերման այդ process-ին կմիանա Բելարուսը, Իրանը, Կորեան եւ Չինաստանը։ Եվ վերջ այդ պետությունը կվերջանա։ Մնացածը ով մնաց չհանձնվեց կամ Ռուսաստան չվազեց կամ որ ցեղասպանության կենթարկվեն եւ 14-րդ դարից կերտվող կոնստրուկտը իր գոյությունը կդադարի։ Հիմա մեզ որպես կոնստրուկտ բուծում են ասենք լավ 91 թվականից բայց պարարտ հողը կար արդեն 20-ականներից դաշնակների հեռացումից հետո Հայաստանից։ Հիմա Հայաստան հետ ոնց կվարվեն ռուսները։ Ինձ թվում է երկրորդ տարբերակով։ Միշտ հիշել է պետք։ Ես չգիտեմ մեր նախագահները նախկին որոնց սրանց հետ ընդհանրապես չի կարելի համատել, ամեն մեկը սրանց հետ համատած մի հատ Ալեքսանդր Մակեդոնացի է։ Մի 5 հատ Չինգիզ խան։ Երբևէ մտածել են այն մասին, որ երկու ձևի պետություն կա։ Այս մասին ես բազմիցս խոսել եմ, բայց երկու բառով կրկնեմ։ Այն պետությունները, որոնք իրենց են կերտում, բնական կամ ոչ բնական էվոլյուցիոն կամ ռևոլյուցիոն ճանապարհներով, եւ նրանց, որոնց ինչ-որ մեկը կերտում է, մեկը ստեղծում է ինչ-որ իրենց կամքից անկախ։ Ասենք Ստալինը քանի պետություն ստեղծեց, քանի հաս, քանի տոպոնիմ տվեց, քանի էթնոնիմ հորինեց, Ղազախ, ադրբեջանցի, Եսիմին Զիբիլ, ֆլան ֆստան։ Եթե մի բանը դու ես բասել, կարող ես դու ես փակես, չէ՞։ Ֆրանսիան լուծարել հնարավոր չէ։ Կարելի է Ֆրանսիան հաղթել, վերացնել միջուկային զենքով, բայց Ֆրանսիան դու կլուծարես։ Հայաստանի պես եւ մյուս ողորմելի երկրները հիմնադիր պապան մի ստորագրությամբ կվերացնի։ Եվ աշխարհին կստիպի կպարտադրի միանալ իր որոշմանը։ Հայաստանը այդ պատերազմ չի անի ոչ ոք։ Հայերը որովա կռվում են։ Որովա կռվում են հայերը։ Կամ հանուն ինչի կռվեն։ Հələ մանավանդ ազգը հիմնովի փչացած չէ, էլի։ Դու ոնց հայ զինվորին կհանես
ոնց կստիպեց ռուզին, որի վրա կրակել դա։ Դրա համար 100 տարի պետք է անցի, որ նոր այս աստիճանի հայերը փչանան, բայց գործը 100 տարուն չի հասնի։ Մի բան չեն գիտակցում Փաշինյան Նիկոլի շրջապատում, որովհետև տգետ են, որ ոչ մի մեծ տերություն իր 4 բոլորը իրեն թշնամի պետական միավորում չի հանդուրժի։ Հələ փորձեք գնացեք Բելգիայում գրանտեր բաժնեք բելգիացիներին 30 տարում դարձրեք հակաֆրանսիական ժողովուրդ։ Այն ինչ ամերիկացի կանում են պոստսովետական բոլոր երկրներում։ Է Ֆրանսիան կուլ կտա կպրեսնի։ Խիպտի Ֆրանսիան հանդուրժի։ Փորձեք նույնը Գերմանիայի 4 բոլորին ինչ որ մեկին անել։ Հələ չեխերին փորձեք հակագե կուլ կտա կպրեսնեն, չէ՞։ Հիմա չեմ հասկանում ռուսը, գերմանացու, ֆրանսիացու չափ չկա, ով ասեց չկա, ավելին կա։ Մանավանդ հետսովետական պետությունների կազմալուծման գործում ամենամեծ դաշնակցին Ռուսաստանն ունի, դա Չինաստանն է։ Բոլորի ուշադրությունից վրիպեց այն հանգամանքը, բացի իմ ուշադրությունից, Չինաստանի դեսպանը հնչեցրեց այն ինչ չի կարող ասել Սի Ցզինպինը, ասեց, որ մենք չենք հասկանում այս հետսովետական երկրների գենեզիսը, ով են սրանք, ոնց գոյացան, кто этот потерпевший, откуда он взялся, չեն հասկանում, մարդիկ չեն հասկանում, դե կնա բացատրի։ Ստալինի բարության շնորհիվ ստեղծվան, մեծահոգության, թե ապուշության ասեմ, այսօր Ստալինն իրենց թշնամին է, այսօր Ղազախստանը դարձել է լուրջ գլխացավ Չինաստանի և Ռուսաստանի համար։ Ղազախստանը իր տարածքը դարձրել է մի 6 ՑՌՈ-ի բոստան։ Ղազախստանի բիոլաբորատորիաները ուղիղ սպառնալիք են Չինաստանից, այնտեղ 1,5 միլիարդ մարդ է ապրում։ Հիմնականում չինական սամանին են դրանք տեղադրված։ Չինաստանը ինչին է պետք երկար հանդուրժի Ղազախստանը։ Ռուսաստանը ինչին է պետք երկար հանդուրժի ինչ-որ Ադրբեջան, սրանց Թուրանի փորձերը Հայաստանի հետ։ Օրը կգա երկու մեծ առաջնորդով կնստեն, սրանց բոլորի հարցը կլուծեն։ Բոլորի հարցը կլուծեն։ Նորից եմ կրկնում, ոչ մի մեծ տերություն նախ չի սիրում գլխացավ, երկրորդը չի հանդուրժի որևէ թշնամական ռեժիմ, պետություն իր սահմաններին։ Եվ եթե Փաշինյան Նիկոլը հայ քաղաքական մտքի տիտանները, գրանտակերները, հա, այն ազգայնականները, հա, եթե կարծում են, որ ռուսները ստիպված կհանդուրժեն իրենց, չարաչար սխալվում են։ Չարաչար սխալվում են։ Այսօր Հայաստանի կոնստրուկտ դառնալը պետք է կասեցնել դա կարող է տեղ ունենալ միայն իշխանափոխության գնով, բայց պայմանով, որ սրանց հեռացնողը չշարունակի նախկին նախագահների կուրսը, այսինքն բազմավեկտորությունը։ Վերջը մեծ կոնստրուկցիային դարձնել նախկին նախագահների օրոք, չէ՞։ Սորոսի USAID-ի ֆոնդերը ինչով էին զբաղված։ Մեծ պատմություն էին սովորեցնում, հակառուսականություն էին քարոզում, ազգային գաղափարներ էին մեզ բացատրում, որն է ճիշտը, որը սխալ է։ Այսօր Փաշինյան Նիկոլը այդ ամեն ինչ արդեն պետական մակարդակով է անում։ Նորից հիշեցնեմ սրա հիմնական թեզերը, դոկտրինները։ Ցեղասպանությունը մեր վզին սարքեցին ռուսները եւ բացատրում ապացուցումը, որ 30-ականներին չէին խոսում, 50-ականներից ցեցին խոսել, որ թշնամի պահին միշտ հավերժ թշնամի պահին թուրքերի հետ։ Այն դեպքում, ինչպես ասում է, երբ հայերը, ինչպես ասում է Սիմոնյան Ալենը, սայրի խելտն ու միտքը թուրքերին պամիդոր խիար ծախելն է։ Արցախը մեր ջեբը գցին ռուսները, որպեսզի մենք երբեք անկախ երկիր չդառնանք,
Միշտ իրանցից կախված ելնենք, հիմա Արցախը տվեցինք, անկախացանք, որ համբալացան թուրքերին արևմուտքին բան, դա նրանց համար դա ամենամեծ անկախությունն է։ Կարևոր ռուսներից են անկախացել։ 150,000 Ղարաբաղցուն ասել են դուք սխալ տեղ եք ծնվել, դուք ճիշտ այնտեղ ծնվել եք, բայց թե դուք էլ եք սխալվել, Ղարաբաղը երբեք Հայաստան չի եղել։ Ինչևէ, հետապերկությունը ապագա հայկական ռեժիմը պետք է լինի կոշտ հակաարևմտյան, չեմ ասում թշնամություն անի, ամենաջերմ հարաբերությունները թող պահպանի արևմուտքի բոլոր երկրների հետ, բայց տնտեսական եւ զուտ հումանիտար, օպերաներով փոխանակվեն, թանգարանային էքսպոզիցիաներով փոխանակվեն, մարդկային մակարդակով, միջանձնային, տուրիզմով, բայց ոչ քաղաքական, էլ ուր մնաց ռազմաքաղաքական։ Քաղաքացիական հասարակության հետ արևմուտքը պետք է գործ չունենա։ Այսինքն արևմուտքը պետք է Բարսեղյան Լևոնին փող չտա գնա հայ փչացրա, գնա բացատրի, որ ինձ էստե լավ բան է, հարսադոմպությունը ամոթ չէ, ադրբեջանական կինոն լավ բան է, միասեռականությունը вообще լավ բան է, մարդը սխալ եկնկան սիլլի միատ, անպայման պետք է գնա նստի, Հակոբյան նանան էլ ասում, չէ։ Ընտանիք քանդելը ճիշտ բան է, յուվենալ արդարադատությունը ճիշտ բան է։ Տեսնում եք, քանի ֆրոնտով են աշխատում սրանք։ Լսեք էլ Հակոբյան նանան ինչեր է խոսում, ինչեր է բացատրում հայկանց։ Ընտանիք է քանդում ուղղակի։ Ես չեմ հավատում, որ կա մի հատ հայ տղամարդ, որը երբևէ իր կնոջ վրա ձեռք չի բարձրացել։ Նու չկա տենց տղամարդ։ Չի կարող լինել։ Գոնե մեկ անգամ։ Ստապ թե ոչ ստապ վիճակում։ Եվ ըստ սրանց, այդ մի տղամարդը պետք է գնա նստի, որ այդ ընտանիքը քայքայվի, այդ ընտանիքի կինը դառնա Բադալյան Լուլու։ Չէ։ Սա է այսօրվա իշխանության կուրսը, սա է այն կոնստրուկցիան, որով մեզ տանում է արևմուտքը։ Զգուշ մնացեք, զգոն եղեք, կոնստրուկտ չդառնաք։ Կուղինյանի ֆիլմերը նայեք, չափազանց հետաքրքիր է։ Այս ֆիլմերում Կուղինյանը այնքան է իրան նման չի, ավելի մատչելի է ներկայացնում, նրա բանավոր խոսքը ավելի բարդ է ընկալել։ Նորից հիշեցնեմ, կոչվում է ուկրաինստվը։ Կարծեմ կому нужен этот конструкт, հետո գնում ասել Украинство и Газбург, и украинство и если Великобритания, մի 10-12 հատ ես տեսել եմ ու դա շարունակական դեռ նկարում են։ Եվ շատ նման բաներ կտեսնեք մեր նրա հետ այն ինչ կատարում է մեր Հայաստանում մեր գլխին են, այն ինչ բերում են մեր գլխին։ Այսօր խելքի գալա պետք, իշխանությունն է պետք փոխել, բայց իշխանությունից պետք է պապայարև երթուն վերցվի, որ նրանք բազմավեկտորության վերջը տալիս են։ Եվ բազմավեկտորությունից բխող բոլոր չարիքների վերջը, գրանտակերություն եւ այլն եւ այլն։ Առայժմ այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքներին, YouTube-ում, Telegram-ում, իմ անձնական Facebook-յան պրոֆիլին, Shame AM իմ էջին, կհանդիպենք շատ շուտով, լավ մնացեք։